Այդ խաղապահները չլինեին, նախ այնտեղ ուղղակի ցեղասպանություն կլիներ։ Հենց 23 թվականին ռուս խաղապահները այդ ժողովրդին դուրս բերեցին։ Իհարկե ասում են, որ պետք է մնային, կռվեին եւ այլն, բայց դե նույնիսկ եթե մնային կռվեին, այդ ժողովուրդը այնտեղ զոհվելու էր խաղապահների հետ միասին։ Այսինքն այդտեղ Չարյաց փոքրագույնը Ռուսաստանը գտավ, որ ավելի լավ է իրենց օգնությամբ դուրս գան, չնայած իրենք չէին դուրս հանողը, բայց դուրս գան, քան բոլորը կոտորվեն։ Վերջը Արցախը սահման չունի Ռուսաստանի հետ, այսինքն շատ դժվար է լինելու այդ ժողովրդին այնտեղ պահելը, պաշտպանելը։ Այսինքն պայմաններ ստեղծեցին, որ ժողովուրդը ստիպված լինի դուրս գալ։ Ռուսաստանն էլ կամ պետք է բիրտ ուժով միջամտեր, որը մեծ պատերազմի կբերեր, որը բնականաբար արդեն 100,000-ավոր զոհերի էր բերելու հայկական կողմից, կամ ժամանակավոր այսպես պետք է դուրս գար այնտեղից։ Բայց միևնույն է, նոյեմբերի 9-ը ակտուալ է մնում եւ ինքը ուղղակի նորից կրկնեմ փրկողակ է։ Ինքը մեծ շանս է տալիս մեծ ծանր իրավիճակից դուրս գալու։